Կենտրոնում Կարեն Մելքոնյան 10 համարով, գլխավոր մարզիչը Ռոբերտ Արզումանյանն է, խաղը մեկնարկեց։ Եվ երևի թե արդեն հարմարվել են խոտածածկին, վերջերս խաղացել են այստեղ, հիմա Խարիտոն Այվազյան, ասավ գնդակի փոխածում, Միրզոյա գոլ! 1-0! Առաջինից գոլային պայրը չօգտագործին, իսկ մրցակիցը առաջինից շանսը վերածում է գոլի, տեսեք։ Աղասարյանը կատարեց փոխանցումը, օգտվեց նրանից, որ մրցակիցը կարծես կենտրոնացած չէր, արագ խաղարկեցին, Խարիտոն Այվազյանը շատ լավ բացվեց, Սուալեն ցույց էր տալիս, որ պետք է դարպասապահ առաջ գար, բայց դա տեղի չունեցավ, իսկ այստեղ էլ չկարողացավ իր թիմին փրկել Պլոշադնին, անորից այս եռաքայլ համագործակցությունը Աղասարյան, Այվազյան եւ Միրզոյանի հարված, ընդ որում խաղը գրոներով հագեցած է, ուղղակի Հելդեր արված գոլ! Ունի նաև 11 գոլային փոխանցում, 10+10-ը ցանկացած առաջնությունում, ցանկացած լիգայում համարվում է թոփ ցուցանիշ եւ Հելդերի հարվածը որքան հերվից էր, շատ ուժեղ չէր, բայց շատ դիպուկ ուղիղ անկյուն է։ Նախորդ խաղում Նոայի հերվից հարվածով շատ գեղեցիկ գոլ խփեց Մաթեուս Այասը, Արարատ Արմենիայի դեմ մրցավեճում, հիմա այդպիսի գոլ է խփում Հելդերը, ճիշտ է, այլ ոչ։ Անցել վերջին պահին, պատ խաղարկում էր եւ գոլ! 2-1 է կատարում են Տուգանային հրապարակ, բայց գոլերը հերվից են խփում։ Պատ խաղարկումը տեսեք Հելդերի հետ, նորից Հելդերը հիանալի է կողմնորոշվում եւ այնքան ուժեղ հարված էր, որ Միշևը միայն հասցրեց դիտել գնդակի ընթացքը, բայց չհասցրեց ցատկել նրա հետևից։ Դեպ այստեղ Սուալեհեն էլ ժամանակին արագացում կատարեց, իր հետ տարավ Այվազյանին եւ ազատ տարածություն բացեց թե Հելդերի, թե Յակոլիշի համար, բայց իհարկե համագործակցությունը հրաշալի էր, Հելդերի գոլային փոխանցումը շարունակում է նա գոլային գործողություններ։ Շատ լավ դիրքից Նաեւ Նոան դրվագներից մեկում Անվելյան եւ Ուրարտուն գնդակը հեռացրեց կրկին Յակոլիշ արված գոլ! Շումով եւ ի վերջո գրավեց դարպասը, թե ինչ տեղի ունեցավ։ Գալիս է գնդակի հետ, ընդունում է Յակոլիշը հարվածումը եւ շեղում է գնդակը սեփական դարպասը Աղասարյանը։ Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ երկու անգամ չկարողացան լավ հեռացնել գնդակը Ուրարտուի ֆուտբոլիստները եւ Յակոլիշը հարվածեց, միգուցե այդ հարվածին կարձագանքեր Միշևը, եթե անդրադարձ չլիներ, բայց առանց հարվածի անդրադարձ էլ չի լինի եւ պետք է, եթե հնարավորություն կա, հարվածել։ Փաստորեն 3 գոլ հերվից կատարած հարվածով խփում է Նոան։ Եվ եթե առաջին գոլի ժամանակ Միշևը կարող էր անկյունայինից հետո Սուալեհեն խաղարկում է թիմակցի հետ, պայքար գնդակի համար գոլ! Կարծես Սայնտինին կատարեց, հիմա տեսնենք, այո, Յակոլիշի փոխանցումը եւ հաղթեց, նորից անդրադարձ եղավ։ Կարծես Խարիտոն Այվազյանից, որը պետք է շուտով փոխարինվեր։ Կրկնապատկերը եւս մեկ անգամ տեսնում ենք, նույնիսկ կարծես գլխով չհարվածեց Սայնտինին, հիմա նրա վրա է ֆիքսված տեսախցիկը ավելի լավ կերևա։ Ամեն դեպքում անդրադարձ եղավ Խարիտոն Այվազյանից, դա ակնհայտ է։ Հնարավոր է նույնիսկ ինքնագոլ էր։ Ոչ, հենց Սայնտինին հարվածեց եւ կա այս խաղակեսում հազվադեպ հնարավորություններից մեկը արագ գրո անցկացնելու Վելոզա, առաջին գործողությունը լավն էր, երկրորդը նույնպես Վելոզա եւ հաշիվը դառնում է 2-4։ Քիրեն չրանգներ է տալիս, կարծես Էդիկ Վարդանյանին էր ուղված, որ պետք է երևի թե նույն կերպ շարունակել։ Իսկ մենք տեսնում ենք կրկնապատկերը գոլի։ Հենց Համբարձումյանը փոխարինվեց, տեսեք ինչ է կատարվում նրա եզրում։ Ավանեսյանը գրեթե չպայքարեց, Բոակեն պարտվեց ուղղակի Վելոսային շատ հեշտությամբ նրան շրջանցեց պորտուգալացին, հա տեսեք չհասցրեց Նոան հարմարվել ավագի բացակայությանը, իսկ Վարդանյանը լիովին ազատ էր եւ դա